Պարոն վարչապետ, կուզենայի նաև հիշեցնել, որ հայտարարագրման ժամկետը սկսվում է մարտի 2-ից մինչև նոյեմբերի 1-ը 2025 թվականի հայտարարագիրը ներկայացնելու համար եւ ուզում եմ ասեմ, որ երկու շաբաթվա ընթացքում մենք պատրաստում ենք այս առումով բերել եւս մեկ նախագիծ, որով կսահմանվեն այն չհարկվող եկամուտների ցանկերը, որոնք ենթակա չեն հայտարարագրման կամ որոնք հայտարարագրման ենթակա են միայն միանավակ գործարքի գծով սահմանված որոշակի շեմը գերազանցելու դեպքում, այսինքն այստեղ հավելյալ պարզեցումներ, որովհետև եթե հիշում եք, մեր քաղաքացիները հարցեր էին բարձրացնում, թե որ շեմերը ընտանիքի անդամներին փոխանցումները եւ այլն, հիմա մենք կոնկրետ սահմանում ենք այն երկար ցանկը, որոնք հայտարարագրման ենթակա չեն եւ երկու շաբաթվա ընթացքում կներկայացնենք կառավարության հաստատմանը։